Գեղարքունիքի մարզային գրադարանում նշում են աշխարհահռչակ երգիչ, դերասան և բանաստեղծ Շարլ Ազնավուրի ծննդյան 102-ամյակը։ Նախաձեռնությունը արվեստի բաժնի գրադարանավարներինն է։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվում մեծ հայի կենսագրությանն ու անցածուղուն, ևս մեկ անգամ արժևորվում նրա ժամանակ ու սահմաններ չճանաչող երգարվեստը։ Ազնավուրը պարզապես երգիչ չէր, նա մի ամբողջ դարաշրջան էր, իր ձայնով, խոսքով և անկեղծությամբ։ Նրա երգերում մարդիկ գտնում էին իրենց զգացմունքները, հիշողությունները, սիրո ու կարոտի պատմությունները։ Նա կարողացավ արվեստը դարձնել մարդկային հոգու ամենանուրբ լարերին դիպչող ուժ։ Հայերիս համար Ազնավուրը նաև ազգային արժանապատվության ու հայրենասիրության վառ օրինակ է։ Շարլ Ազնավուրի անունը պակաս հայտնի չէ նաև կինոարվեստում։ Ավելի քան 60 ֆիլմ է նկարահանվել նրա մասնակցությամբ, որոնցում երգիչը փայլել է նաև դերասանական վարպետությամբ։ Իրական մեծ բեկումը իր կինոկարիերայում եղավ 1959 թվականին «Գլուխը պատին» ֆիլմում։ Այս դերակատարումը Ազնավուրին բերեց ֆրանսիական կինոյի լավագույն դերասանի մրցանակը։ Ամենանշանավոր աշխատանքներից մեկը «Կրակեք դաշնակահարի վրա» 1960 թվականին նկարահանված ֆիլմն էր, որը դարձավ Ազնավուրի ամենահայտնի դերակատարումներից մեկը։ Առանձնակի քնարականությամբ, ջերմությամբ և անկեղծությամբ են լի աշխարհահռչակ շանսոնիեի բանաստեղծությունները։ Դրանցից մի քանիսը ընթերցում են գրադարանավարները, հնչում են նաև ազնավուրյան ամենահայտնի երգերից։ Եթե ինձ տրվեր լոկ մի ժամվա կյանք և երբեք ավել, կուզեի ապրել անկողնուտ խորշում, դու կվանեիր թե վախ, թե սոսկում, հագված քո կյանքի զարկերի վրա ես կպահեի իմ սրտի խորքում և ցուրտ հողի տակ մի քիչ ոսկրակ, պոկված քո հոգուց։ Պետք է գիտնալ կյանքի գնով, պահել պատիվ ու արժանիք, ետ չնայել հեռանալով, թեկուզ մահն իսկ այդ ժամին։ Պետք է կորած երջանկության ճակատագրի դեմ անխնա գիտնալ ծածկել արցունքը դառն, բայց ես հոգիս, ես չգիցա։ Երկնքի տակ, սայթակելով, հուսակը տուր, քրտնած, մոլով, քայլեցիլով, ճամփիս հույսով, ճանապարհը հավերժության։ Զուրկ ուժերից իմ մարդկային հետևելով տարտամ հույսին, ուզում էի վշտից ծայրին, ճանապարհը հավերժության։ La bohème, semble dire, où est je lis la bohème, où n'est mon jour souverain. Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ խոսվում է այն ահռելի աջակցության մասին, որ աշխարհահռչակ հայը ցուցաբերեց ավերիչ երկրաշարժից հետո։ Դա միայն նյութական ու մարդասիրական աջակցություն չէր։ Հայ ժողովրդի ցավն ու հույսը արտացոլվեցին նաև նրա ստեղծագործություններում, ծնունդ տալով այնպիսի գլուխգործոցի, ինչպիսին էր «Քեզ համար Հայաստան» ստեղծագործությունը։ Օգտագործելով իր հեղինակությունը, նա հանդես էր գալիս աշխարհի տարբեր երկրներում, որպես բարի կամքի դեսպան։ Հայաստանի խնդիրները լսելի էր դարձնում միջազգային կազմակերպություններում։ Գյումրիին, որն ավելից շատ էր տուժել երկրաշարժից, նա միայնակ չթողեց ցավի մեջ։ Նրա հիմնադրամի և միջազգային գործընկերների ջանքերով սկսվեցին ավերված թաղամասերի և շենքերի վերականգնումները։
Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։